Հարգելի ներկաներ, այժմ խոսքը կփոխանցեմ Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ բարոն Արմենակ Աբրահամյանին։ Հարգելիներս, շատ ուրախ եմ, որ ձեր ժամանակը կդրամադրեք ձեր իրավունքները պաշտպանելու համար, մեզի համար շատ կարևոր։ Հավասիկ 2 տարի։ 2 տարի է, որ ձեր անտեպ կատարվեցավ մարդկության և քաղաքագործության դեմ անձակոլցությունը։ Արևմտյան Հայաստանի հայության ցեղասպանության հետո Արցախի հայության ցեղասպանությունը Բաքվի կառավարության կողմից։ Հավասիկ 4 տարի, որ միասին որոշեցինք թիմել միջազգային Եվրոդատարանը, որպեսզի Արցախի հայության իրավունքները կարողանանք պաշտպանել։ Հավասիկ 4 տարի, որ կթիմեմ Արցախի հայությունը անձամբ, որպեսզի միանա Արևմտյան Հայաստանին հետ իրենց ձեր իրավունքները պաշտպանելու համար եւ որպեսզի միավորված ցևով ուժը ստեղծենք մեր Արևմտյան Հայաստանի անկախություն պաշտպանելու համար ներառյալ Արցախը։ Մասնավորապես ներառյալ Արցախը գսեմ, որովհետև Արցախը մենք մեր կողմեն չենք ամարում մեր հայրենիքից դուրս։ Մենք թիմելով մարդուն իրավունքներու դատարանը պետք է հասկանանք, որ մենք նույն ժամանակ, որ գթիմենք դատարանը, գթիմենք 46 անդամները, պետության անդամները, որ կմասնակցին այդ դատարանին մեջ։ Պետք է հասկանանք, որ ամեն մեկ թիմումը, ձեր թիմումի միջոցով մենք գթիմենք 46 պետություններ, որ անդամ են Եվրոդատարանի։ Մենք գտիմենք ինչի համար, ոչ մինակ Արցախի հայության վերադարձի համար իրենց հայրենիքում։ Մենք գտիմենք, որպեսզի ամբողջական պատետը, իրավաբանական պատետը պաշտպանված լա եւ որպեսզի դատավորները ուղղակի ցևով վճիռ ներկայացնեն ձեր իրավունքներու վերաբերյալ։ Ադորամար պետք է իմանաք եւ ես քիչ վերջը պիտի ապացուցեմ, ինչպես պետական անդամները կաշխատին իրենց խորհրդարաններու վրա կամ նույնիսկ իրենց կառավարություններու վրա, որպեսզի իրենց կողմեն կամ պաստապաները կամ կնանք ասել անուն, որ իրենց դիրքորոշում կպաշտպանեն, ճիշտ ցևով վճիռ ներկայացնեն ձեզի համար։ Ադորամար նորեն կվերադառնամ, մենք չենք աշխատելու մինակ եւ մինակ Արցախի հայության վերադարձը անվտանգության ցևով, մենք աշխատենք, որպեսզի եւ վերադառմանը լինի եւ նույն ժամանակ ադուցման լինի ձեզի համար։ Ադորամար այդ իմաստով մասնավորապես կնշեմ եւ գիտեմ ինչու համար կնշեմ, գուզեի շնորհակալություն այտնեմ կաթոլիկոսին, մեր վեապարին, որ հատուկ դիրքորոշումը ներկայացնեց Շվեյցարիայի գիտաժողովի ժամանակ Արցախի հայության իրավունքները պաշտպանելու համար, ինչի համար մասնավորապես, որովհետև պետք է հասկանանք, որ վեապարն է, բացի վեապարը շատ քիչ ուժեր կան, որ կպաշտպանեն Արցախի հայության վերադարձը եւ ընդհանրապես Արցախի հայության իրավունքներու ընդհանուր պատետը։ Արցախը, ինչպես Արևմտյան Հայաստանը, ունեցել է ցեղասպանություն իրեն բռնագրված տարածքի վրա։ Ամեն մեկ բառերը իրենց իմաստ ունեն։ Մենք չենք ասել, որ Արցախը ասենք թե Բաքվի կամ չեմ գիտեր ինչ ուրիշ ուժի կպատկանի։ Մենք գիտենք, որ Արցախը օկուպացված է, բռնագրված է ուրիշ պետության կողմեն կամ ուրիշ անցակոզների կողմեն։
Ադորամար ադիմաստով պետք է հասկանանք, որ մենք կպաշտպանենք մեր ազգի բնիկությունը։ Մենք չենք կերտալ ուրիշ կարգավիճակներու էդևը, փոքրամասնությունների կարգավիճակ կամ չեմ գիտեր ինչ տեսակ կարգավիճակ։ Մենք ունենք եւ իրականության մինչեւ 13567 տարի կրնանք ներկայացնել եւ ապացուցել մեր դոմարը, այսօրվան մեր դոմարը։ Ադիմաստով մենք բնիկ ենք եւ ոչ մենակ բնիկ ենք որպես ժողովուրդ, բնիկ ենք որպես ազգ եւ մենք այդ բնիկության իման վրա կպաշտպանենք մեր պետության կարգավիճակը։ Այդ պետությունը որ եղել է մինչեւ որ մեկ ադրբեջանցին կամ թուրքը գա մեր դարաշքի վրա։ Ադիմաստով եւ սա այդ բնիկության իման վրա մենք գոչենք ազգային միասնություն։ Բայց ազգային միասնությունը չի նշանակի, որ մենք ամեն ինչի ներողություն կներկայացնենք։ Ներողություն կներկայացնենք անոնք, որ անշուշտ մեզի չհավատեցին։ Ներողություն կներկայացնենք անոնք, որ մեզի չեն հասկնար։ Ներողություն կներկայացնենք անոնք, որ մեզի պես չեն զգար մեր խողերը, մեր բնուրանը, մեր սիրտի մեջ։ Ներողություն կներկայացնենք անոնք, որ չեն հասկնալ, որ մենք բնիկ ենք եւ մենք ունենք այդ իրավունքները, որ ովևէ մեկը չունի այդ դարաշքի վրա։ Ներողություն շատ կներկայացնենք, բայց ներողությունը, հարթարությունը առաջին քայլն է եւ մենք պիտի աշխատենք, որ անոնք, որ մինչեւ հիմա նույնիսկ եթե իրենց կներենք վնասները բերին մեր վրա, մեր քուրխի վրա, սա արդարության առաջին քայլ է։ Եվ հերթով անոնք ամեն մեկը պիտի պատասխան տան։ Նույնիսկ եթե եւ ադիմաստով ենք, որ ներողություն կխնդրենք, որովհետեւ պատասխան տան։ Ադիմաստով պետք է հասկանաք, որ ես այստեղ ձեր դիմացը եւ աշխարհի դիմաց անշուշտ, որովհետեւ ամիջապես աշխարհի դիմաց գխոսենք, երբեք Արմենիան Հայաստանի կողմեն չենք ճանաչելու մեր պետականության բաժանմունքը, ասենք թե կեմալիստական կողմեն մեկ կողմ սովետի բոլշևիկներեն կողմը, մյուս կողմ Նախիջևանը առանձին, Արցախը առանձին եւ այսօր մենք կտեսնանք ովևէ չափով Չյունիկի մասն առանձին։ Մենք երբեք չենք ընդունելու։ Ինչ ֆորերին չի նշանակի, որ օրինական ցեվով մենք պիտի հաստատենք եւ չենք հաստատելու։ Արմենիան Հայաստանի հայերը, ժողովուրդը մինչեւ հիմա մինակ մենք ենք, որովհետեւ Արցախի հայությունը ընդունել է ովևէ չափով առանձնացնել անջատել իրենց Հայաստանի անկախության իմաստով։ Ինչից պիտի անկախանա Արցախը, եթե միացված էր Հայաստանից 1988-ին։ Ինչից պիտի անկախանալ Հայաստանից։ Բայց սա սխալ մոտեցում մներ, սխալ քաղաքապարախոսություն մներ եւ այդ սխալ քաղաքապարախոսությունը կպատկերացնեք անժամանակեն իվեր մտածված քաղաքապարախոսություն մներ, մտածված քաղաքականություն մներ, որ բերավ մեզի մինչեւ այս վիճակին։ Ադորամար մենք չենք անջատելու Արմենիան Հայաստանի կողմեն։ Ադորամար մենք ասենք, որ Արցախը Արմենիան Հայաստանի մաս կկազմի։ Մենք չենք իրավունքն չունենք ձեզ մե անջատելու, եթե դուք չեք ուզում։ Մեր ընդանուր պետության ամբողջականության, ընդանուր ոչ մենակ Երևանյան մասը, կամ Սյունիքի մասը, կամ Սևանի մասը։ Մենք չենք ընդունում Արմենիան Հայաստանի հայության կողմեն ովևէ փաստաթուղթ չեք գնար ապացուցել, որ Արմենիան Հայաստանի հայությունը հրաժարվել է իրեն պետականության։ Երբեք։ Եվ մինչև հիմա մենք կշարունակենք այդ պետականություն պաշտպանելու համար։ Եվ նույնպես պետք է հասկանանք, որ մեր իրավունքները եւ մեր լեգիտիմությունը ամբողջական պետության պաշտպանելու համար գոյություն ունի մինչև այսօր։
1920-ից ի վեր մինչև այսօր գոյություն ունի։ Ուզում եք, չեք ուզում, սա արդեն ձեր անձնական խնդիրներն են։ Բայց մենք ադիման վրա է, որ մենք դիմեցինք դատարանը եւ դատարանը ընդունել է Արցախի հայության բողոքները։ Ադալ պետք է հասկանալ։ Ես չդիմեցի դատարանը մինակ Արցախի հայության իրավունքներու համար, ես դիմեցի դատարանը ներալյալ Արցախի հայության իրավունքներուն համար միացված Արևմտյան Հայաստանի ադալ պետք է հասկանաք։ Գիտեմ շատ դժվար գործ է եւ ռիսկով, բայց այդպես եղավ, որ ձեր դիմումները մտան դատարանին մեջ։ Եվ ոչ մի ուժ, ոչ մի քաղաքական որոշում, ոչ մի ներսեն կամ արտաքին կողմեն ոչ մի ուժ չի կարա իմ դիրքորոշումս փոխի։ Մի քիչ այդ կողմեն դարօրինակ մարդ եմ, իբր թե ես որոշեցի մեր ընդանուր որոշեցի 1991-ից 92-ից ի վեր մեր իրավունքները պաշտպանելու կամ զինված ճանապարհով կամ իրավանական ճանապարհով, հիմա կշարունակեմ իրավանական ճանապարհով, որովհետեւ դուք հասկանաք եւ դուք ալտիկուն գայնեք ձեր իրավունքներուն, որովհետեւ ձեր իրավունքները այսօր սա մնաց։ Եթե դուք աշվիթ չեք առնում, որ ապրելու հլալը ձեզի պես, որպես Արցախի հայ, ձեր գույքի, ձեր տարածքի, ձեր ժառանգության, ձեր երեխաների, ձեր ամեն ինչը իրավունք ունիք, եթե դուք չեք հավատալ ձեր իրավունքներու, անշուշտ Արցախի հայությունը վերջանա։ Կապ չունի, ժողովները գնեն Ֆրանսիա, ժողովները գնեն Ամերիկա, ժողովները գնեն Շվեյցարիա, ժողովները գնեն ամենտեղ, այդ ժողովներով չի ստացվելու ոչ մի բան։ Մինակ դա կգնա բայերը Արցախի հայության հարցը, բայց եթե չես դիմելու դատարանը, եթե ովևէ իրավանական քայլ չես անելու, քո ժողովը կդառնա ջուր ձեզողի գործողություն։ Մենք պետք է ճիշտ հասկանանք։ Մեր ժողովը այսօր ինչու կանչեցի ցեզի եւ ինչու այդպես հարգանքով եկաք, որովհետեւ վերջին դերեկությունները իմանաք, ինչ կկատարվի, ինչպես կկատարվի, ինչպես մեր հայցերը առաջ կերտան, նոր հայցերը, որ խրգեցինք ընդունված են, ընդունված չեն, ադոր համար պիտի անդրադառնանք այդ հարցով։ Այդ իմաստով պետք է նորեն նշեմ եւ ճշտեմ, որ ովևէ կազմակերպություն, պետություն կամ ովևէ անձ, որ ինքը կասկածի տակ գտնե մեր ինքնավորոշման իրավունքը մինչև մեր անկախությունը եւ Արևմտյան Հայաստանի ներառյալ Արցախը, որ արդեն ճանաչված է միջազգային դերություններու կողմից 1920-ից ի վեր, մենք անմիջապես այդ անցակոզներուն մենք արդեն դատական գործողությունները պիտի տանենք։ Քիչ մը վերջը պիտի ներկայացնեմ ցեզի նոր դատական աշխատանքները, որ կտանենք, որովհետեւ դուք ճիշտ պատկերացնեք, ինչպես մենք միասին սկսանք եւ ինչպես պիտի շարունակենք այդ աշխատանքը։ Շնորհակալություն ցեզի։